Okay, մեր հաջորդ խոսնակը Արտակ Գևորգյան, Արգուպայից համեցին։ Բարև ձեզ, իմ անունը Արտակը, ես աշխատում եմ Արլուպայում որպես Lead Unity Developer։ 2015 թվականից ես սարքում եմ AR ու VR ծրագրեր ու ունեմ մագիստրոսի աստիճան Game Design ու Development-ի մեջ։ Այսօր ուզում եմ խոսալ, թե ինչով է տարբերվում VR-ը development-ը սովորական flat խաղերի development-ից։ Սկզբից եկեք մի քիչ տեխնիկական կողմից խոսանք, թե ոնց է ընդհանրապես VR-ը աշխատում։ Ինչի հաշվին է ընդհանրապես մարդը տեսնում դեպքի էֆեկտը, այսինքն խորությունը ինչպես է տեսնում։ Մարդը տեսնում է դա երկու աչքի շնորհիվ, որտեղ մարդը նույն բանը տենում է մի քիչ շեղումով ու ուղղակի արդեն մարդու սարքում է այդ խորության էֆեկտը։ Եթե մենք ուզում ենք սարքենք VR ծրագիր, մեզ այդ նույն էֆեկտը պետք է ստանալ, հետևաբար մեզ պետք է սցենարիում ունենալ երկու կամերա։ Ես բոլոր օրինակները կբերեմ Unity-ի տեսանկյունից, բայց այդ կարելի է կիրառել բոլոր engine-ներում նույն սկզբունքն է աշխատում։ Ու որ մենք ունենք երկու կամերա, որը որ ռենդում է նույն բանը մի քիչ տարբեր անկյան տակ, մի քիչ տարբեր կոորդինատով ու առաջանում է լիքը խնդիրներ։ Օրինակ մենք ունենք երկու անգամ նույն բանը ռենդող բան, այսինքն երկու անգամ շատ computing power-ը մեզ պետք նույն բանը ռենդ անելու համար, որը որ բնականաբար ծանր է շատ ավելի։ Մենք ունենք խնդիր, քանի որ ինքը դրվում է գլխի վրա ու մարդը լիովին հայտնվում է immersive աշխարհում, մենք ունենք FPS-ի խնդիր, ինքը եթե 72 FPS-ից ցածր է լինում, մարդու մոտ առաջանում է գլխապտույտ, սրտխառնոց, այսինքն նենց է պետք անել, որ FPS-ը ստաբիլ լինի ինչքան հնարավոր է։ Մետան խորհրդատալի խաղերի համար 72 FPS, ծրագրերի համար 60 FPS, ու եթե դրանից ընկնում է, մարդու մոտ դիսկոմֆորտ է առաջանում, ու քանի որ VR-ը ոնց ասած շատ immersive է, իր field of view-ն, այսինքն տեսադաշտի անկյունը պետք է լինի 90-ից 105 աստիճան, որը որ սովորական էկրանի վրա ստանալը հնարավոր չի։ Դրա համար օգտագործվում է տեխնոլոգիա, լինզա է դրվում VR-ի առաջ, որը որ շեղում է նկարը այնքան, որ field of view-ն իր մեծանա, ու նկարն էլ համապատասխան շեղում ունի, որը որ էկրանին պատկերվում է։ Լինզայի distortion-ը կոմպենսացնում է նկարի distortion-ը, մենք ստանում ենք շատ ավելի մեծ field of view։ Ու այդ ռենդերինգի խնդիրներից խուսափելու համար, որ երկու անգամ է նույն բանը ռենդում, այդի խուսափելու համար կան տեխնոլոգիաներ ավելի խելացի ռենդ անելու համար։ Առաջինը դա multipass-ն է, ինքը ուղղակի օրինակի համար է, թե ինչքան է տարբերությունը տալի։ Այս multipass-ը այն տեխնոլոգիա, որ ուղղակի ունենք երկու կամերա, առանց ինչ-որ օպտիմիզացիայի, ու այդ երկու կամերան դիմում է վիդեոկարտին, ամեն մեկը իր հերթին, որը որ բերում է երկու draw call-ի։ Draw call-ը դա այն քանակն է, թե քանի անգամ է CPU-ն դիմում GPU-ին, ինչ-որ մի գործողություն կատարելու համար։ Հիմա multipass-ի դեպքում մենք երկու draw call ենք անում, որտեղ ամեն կամերան իր հերթին հերթով դիմում է, բայց Unity-ն ու ընդհանրապես VR developer-ները մտածել են մի քանի օպտիմիզացիայի ձև դրան, դա single pass-ն է ու single pass instancing-ը։ Այս մի դեպքում վիդեոկարտին միանգամից երկու կամերայի է դիմում, մի draw call սարքելով, երկու կամերայի պատկերը մի նկարով գալիս է, հետո արդեն engine-ի մակարդակում կիսվում է երկու մասի։ Այս single pass-ը արդեն deprecated է, այսինքն հիմա ինքը չի օգտագործվում, դրա համար կա single pass instancing-ը։ Իր առավելությունն այն է, որ shader-ների ու matrix-ների օգնությամբ, որոնք որ տրվում են այդ shader-ներին, օպտիմիզացիան շատ ավելի լավն է, որտեղ շատ հաշվարկներ ու geometry data share ալնում իրար մեջ shader-ների օգնությամբ։ Իր միակ թերությունը այն է, որ այդ shader-ները պետք է ունենան դրա support-ը։ Այսինքն եթե դուք խաղ եք սարքում ու մեջը շատ հին shader-ները, որոնք ուզում եք VR սարքեք, ամենայն հավանականությամբ չեք կարող դա անեք, որտեղ shader-ները խնդիր է առաջանալու։ Այս գրաֆիկը ցույց է տալիս, թե քանի միլիվատյան ժամանակ է CPU-ն ու GPU-ն ծախսում մի կադր ռենդելու համար, ու ոնց տեսնում եք, բավականին շատ CPU-ի load-ը քչանում է, երբ որ օգտագործում single pass instancing։ Single pass instancing-ը Unreal-ի մեջ կհանդիպեք, ուղղակի այնտեղ կարող եք բնակ multi-view գրած, դա նույն բանն է, ուղղակի կախված ձեր graphic API-ից, DirectX-ում single pass instancing-ն է անում, OpenGL-ում դա անում է multi-view-ն, շատ չնչին տարբերություններ կան, դրա մեջ բրանք չխորանանք։
Մյուս օպտիմիզացիայի ձևը դա foveated rendering-ն է, ինքը random-ային մեջտեղի հատվածը, որտեղ մարդը նայում է, ավելի full resolution-ով, իսկ անկյուններում resolution-ը քչացնում է, դա մոտ 30-ից 40% load-ը քչացնում է CPU-ի ու GPU-ի վրա։ Գոյություն ունի fixed foveated rendering, որը որ կոնկրետ էկրանի մենակ մեջտեղն է ֆիքսում, ինքը օգտագործվում է բոլոր VR headset-ների մեջ ու կա dynamic foveated rendering, որը որ կոնկրետ այն device-ների վրա, որը ունի eye tracking, այսինքն BB tracking ունի, որ հասկանում է device-ը, թե որտեղ եք դուք նայում։ Հենց ու այն հատվածին, որտեղ որ դուք նայում եք, այդ հատվածը ավելի լավ է ռենդանում, մնացած կողքերը ավելի ցածր resolution-ով է ռենդանում։ Քիչ խոսանք ավելի կոնկրետ, եթե VR-ը standalone է, այսինքն եթե ինքը կպաշտի կոմբին ու սա հաշվարկը լինում է device-ի վրա, դրա օրինակ են հիմա գրեթե բոլոր VR headset-ները, որոնք որ կոմբին չեն կպնում link-ով, օրինակ MetaQuest-ը ունի հնարավորություն, կպնում է link-ով ու համակարգիչը դառնում է իր ոնց ասած computing power ապահովողը, բայց եթե ինքը հեռախոսի նման է ու աշխատում է առանձին, դա շատ կարևոր խնդիրներ առաջանում, որտեղ հեռախոսների վրա ինչպես գիտեք, ռեսուրսները շատ սահմանափակ են։ Ու դրա համար, ոնց արդեն ասացի, single pass instancing-ը պետք է օգտագործել, ու եթե Unity-ի մեջ եք URP պարտադիր ինքը ավելի գրաֆիկական օպտիմալ solution-ներ է տրամադրում, պետք է forward rendering օգտագործել, Unity-ն ունի deferred rendering, որը օգտագործում է graphic buffer-ներ, որը որ էլի mobile device-ների վրա բավականին խնդիր է, իսկ forward rendering-ը ուղղակի հերթով ռենդելով գնում է։ Դրա մեջ էլ կարող շատ չխորանանք, գրաֆիկական բաներ է պետք է օգտագործել multi-sample anti-aliasing, որտեղ VR-ում կա այդ խնդիրը բավականին շատ, եթե դենց խաղեր թեկուզ խաղացել եք, նկատել եք, որ անկյունները օբյեկտների բավականին սենց քրտիկներով են, ու VR-ում դա շատ տհաճ երևում է, այդ էլ բավականին շատ կարող օպտիմիզացնի քիչ performance տալով լավ պատկեր ստանալու համար։ Ու բնականաբար mobile standard օպտիմիզացիայի ձևերը, որը որ GPU intensive-ը, batching-ը, light map-ը, այդ ամեն ինչը ապահովելով կարանք ստանանք նենց մի հատ խաղ, որ standalone device-ի վրա բավականին comfort ստացվում է։ Ու մի հատ կարևոր բան, պետք է հենց ամենասկզբից հենց խաղը սկսում եք սարքել, հենց այդ վիճակում պետք է սկսել profiling անել FPS-ը։ Պետք է սկսել նայել, որ հանկարծ ինչ նոր բան ավելացնում եք, ինչքան FPS են գնում, որտեղ հետո late stage development-ի profiling-ը բավականին դժվար է ալում, այսինքն հենց սկզբից պետք է profiling անել device-ի վրա հենց ու հասկանալ։ Ու profiling-ի մի քանի իրենց ձևեր կան, դե Unity-ն ու Unreal ունեն by default իրենց ներսի profiler-ները, այսինքն Unity օրինակն է բերած, իրան պետք է միացած պահել, ամեն build միած ստուգել, արդյոք FPS-ը բարձրացել է, իջել է եւ այլն։ Կա OVR-ի metric hub-ը, որը որ հենց device-ի մեջ ցույց է տալու FPS-ը ու սա ինֆորմացիան ինչ որ ձեզ պետք է։ Այդ Unity-ն ունի իր մեջ շատ լավ այդ սիմուլյատոր, որը որ ամեն անգամ մի բան թեստանելու համար device-ը չհակնեք, դնեք, կամ link-ով չկպնեք, կամ build չանեք, այդ բավականին երկար է այդ process-ը ու սովորական ինչ-որ թեստեր կարելի անել հենց editor-ի մեջ բավականին հարմար սիմուլյատորով, ու MetaQuest-ի developer hub-ն է, որ պետք է օգտագործել, իր մեջ էլ բավականին շատ ինֆորմացիա կա device-ի աշխատանքի մասին, ու ցանկացած բան իր մեջից կարելի է հանել։ Տեխնիկականից խոսացինք, եկեք հասկանանք game design-ը ընդհանրապես ինչով է տարբերվում դիզայնի development-ը բանի։ Ամենաառաջի բանը կարևոր բաներից է, դուք մարդուն չեք կարող VR-ում ուղղակի բռնեք տեղաշարժեք։ Դա առաջացնում է գլխապտույտ, դա առաջացնելու է սրտխառնոց։ Իրան ինչ-որ մի ձև պետք է համոզեք, որ ինքը գնա այդ ուղղությամբ game design-ի տեսանկյունից։ Չեք կարող cutscene միացնել, ոնց որ խաղերում մեծ մասան բանում են, որտեղ դուք չեք կարող input-ը վերցնեք ձեր խաղացողի ձեռքից։ Cutscene-ներն էլ պետք է սրակներով ինչ-որ ձև բացատրել, որ նայի այս ուղղությամբ ստեղ ինչ-որ մի բան կատարվելու է հեսա։ Կամ լույսերի օգնությամբ մեթոդները շատ են, հեսա մենք կնայենք դրանց վրա, բայց ֆիզիկապես վերցնել input-ը չեք կարող խաղացողի ձեռքից։ Մենք ունենք երկու input-ի ձև, դա controller-ներով input-ն է ու hand tracking-ով input-ն է։ Controller-ով input-ի առավելությունն է, որ իր վրա կան կնոպկեք,
իր վրա կարող շատ ավելի լավ ֆունկցիոնալ դնեք ու ամենամեծ իր առավելությունն է, որ իր tracking-ը շատ ավելի լավն է։ Իր նույնիսկ որ պահում եք հետև, իր սենսորների օգնությամբ ինքը շատ ավելի լավ հասկանում է իր կոորդինատը, position-ը ձեր նկատմամբ։ Ու բավական action խաղալուց, որ պետք է շատ արագ շարժել ձեռքերը, ինքը չի կորցնում։ Իսկ hand tracking-ը ունի այդ խնդիրը, երբ որ շատ արագ ենք շարժվում, դենք քանի որ կամերայի տեսածն է տեսնում այդ computer vision-ով վերածում է ձեռքերի input-ի, շատ ժամանակ կամերան չի հասնում ձեռքը նկարի կամ կամերան չի տենում ձեռքը, ու դա կորցնում է ու ձեռի վրա մենք չունենք կնոպիկ, որի տակ կարելի է ինչ-որ input դնել։ Ձեռների վրա gesture-ների միջոցով են հիմնականում դες բաներ անում, բայց դրա մասին քիչ ուշ կխոսենք։ Ու շարժվելն է որպես այդպես ֆիզիկապես, ոնց որ ասել մենք չենք կարողակին վերցնենք player-ին տեղաշարժենք, դրա համար կան մեթոդներ, օրինակ teleportation-ը, controller-ը տենց որ ինչ-որ key սխմած պահած առաջ ենք տանում, ինքը ցույց է տալի, թե ուր է հայտնվելու character-ը տենց հենց թողանքին։ Ինքը բավականին հարմար control-ի ձև է, ինքը ամենա motion sickness չառաջացնող, այսինքն սրտխառոց գլխապտի չառաջացնող մեթոդն է։ Հաջորդ հետի smooth locomotion-ն է, որ controller-ի վրա կար stick, եթե նկատեցիք, այդ stick-ի օգնությամբ շարժվելն է, ինքը շատ ավելի նման է PlayStation-ի կամ Xbox-ի controller-ների, gamepad-ների պրինցիպին, որ ուղղակի stick-ը շարժվելով գնում ենք առաջ։ Բայց այս դեպքում արդեն մի քիչ motion sickness մարդկանց մոտ առաջացնում է, որտեղ մարդը ֆիզիկապես չի հասկանում ինչի է ինքը առաջ գնում։ Իր վրա ոչ մի իր օրգանիզմը ոչ մի տես ազդակ չի ստանում, որ ինքը շարժվում է, բայց ինքը ֆիզիկապես ամբողջովին շարժվում է։ Ու դա առաջացնում է բավականին շատ motion sickness-ի խնդիր։ Ու դեռ շատ օրինակներ կան, օրինակ arm swinging-ը, երբ որ ձեռքերով պետք է առաջ տանել ու գնալ, այս դեպքում արդեն մի քիչ մարդու ուղղը հասկանում, որ ինքը ինչ-որ մի շարժում անում է, որի հաշվին ինքը առաջ է գնում։ Կա climb-ը օրինակ, երբ որ պետք է բռնել ու քեզ քաշել առաջ։ Այս էլ motion sickness չի առաջացնում ու հիմնականում այս բոլորը combine անում իրար հետ, օրինակ երբ որ պետք է բարձրանալ վերև, աստիճան բարձրանալ climb-ի մեխանիկան են օգտագործում, երբ որ պետք է գնալ առաջ տելեպորտն են օգտագործում, այսինքն բոլորը իրար են կպցնում։ Բայց օրինակ կա climb VR խաղ այն այդպես է կոչվում, որ մենակ այս մեխանիկայի իման վրա իրանք խաղ են սարքել։ Ու snap turning-ը, եթե ասեն rotation փոխելու համար, ինքը եթե նայեք, ինքը միանգամից է փոխում, ոչ թե smooth է փոխում, 30 կամ 45 աստիճան։ Այս է նույն խնդիրն է լուծում, որ ինքը որ միանգամից է փոխում ու անկյունները սևացնում է, այդ նրա համար է, որ մարդը քիչ բան տենա, իր մոտ ոնց որ motion sickness-ը ավելի քիչ կառաջանա, որտեղ իր field of view փչացնում ենք, ինքը մենակ էս դեմն է տենում։ Ու էլի կտրուկ ենք անում 30-40 աստիճանում, որ փոքրացնում ենք, փոխում ենք, հետո միացնում ենք։ Այս ամեն ինչը անելով ինքը բավականին comfort VR experience կունենա։ Ու interaction-ները աշխարհի հետ էլի նույնպես բավականին յուրահատուկ են։ Օրինակ դե չես կարող այդպես ասես, գնա մոտիկ ետառը սխմի, interact կանես։ Ավելի immersive ու ավելի real interaction-ներ է պետք սարքել։ Դες մի քանի interaction-ների ձև կա, օրինակ direct grab-ը, երբ որ դու ֆիզիկապես գնում ես մոտիկ, ձեռը մոտեցնում ես օբյեկտին, սեղմում ես, ինքը վերցնում է։ Distance grab-ը, երբ որ հեռվից կարող ես ճառագայթի օգնությամբ վերցնես, հիմնականում այս երկուսն էլ, եթե Unity XR արել եք, այս վերջի վերսիայում իրենք կպցրած են իրար, որ դուք հեռվից որ grab եք անում, ինքը բերում է ձեռի վրա, այսինքն այս երկուսը իրար կպցրած են։ Այսինքն փոք interaction, որ ֆիզիկապես պետք է սեղմել, ինչ-որ մի բան կարող է դուռ բացել բրդելով կամ կնոպկա սխմել։ Ու ոնց որ արդեն ասացի, hand tracking-ի դեպքում մենք ունենք gesture-ների համակարգը, այսինքն մենք կարանք հասկանանք, որ մատը որին է մոտենում ու ձեռի դիրքը, ու դրա օգնությամբ ինչ-որ մի VR-ում interaction լինի։ Սա լավ օրինակ է, որ մի խաղ կար Alchemy-ի սիմուլյատոր էր sense, որտեղ որ տելեպորտը արածրսից երանգյուներ պետք մատերով անել ու սենց սեղմել, այդ ժամանակ տելեպորտեր էր լինում, ասենք դա բավականին յուրահատուկ մեխանիկա է ու դուք էլ կարաք ձեր համար ձեր gesture-ների համակարգը եթե գտնում եք հարմար սարքել։ Ու gaze interaction-ը, որը որ մենակ այն device-ների վրա է, որը որ ունի eye tracking, այսինքն BB tracking-ը, որտեղ որ դուք նայում եք, որ այդ ուղղությամբ ճառագայթ է գնում ու ինչ-որ մի gesture-ի օգնությամբ ակտիվացնում եք դա։ Ինքը մենակ այն device-ների համար է, որը որ ունի tracking, այսինքն MetaQuest օրինակ 3-ը, որը որ ամենատարածված device-ն է համարվում, ինքը այս interaction-ով չեք կարող սարքել։
User interface-ն է կանվասն է բավականին սպեցիֆիկ պետք է լինի, օրինակ մենք չենք կարա հենց կամերայի դիմաց կանվաս տնենք, ֆլատ ապակ կանվաս տնենք, ոնց որ խաղալում, որտեղ ասենք պատրոններ կգտնենք եւ այլն, որտեղ մարդը պետք է երկու աչքով էլ տենա այդ UI-ը, ու ինքը պետք է լինի 1-ից 1.5 հեռավորության վրա ձեզնից, որ կարողանա ֆոկուս բռնի։ Այսի workspace կանվասի օրինակը Unity-ում գիտեք կան կանվասներ, որը որ workspace-ը overlay-ը overlay ընդհանրապես VR-ում չենք կարող օգտագործենք, workspace-ի համար էլ պետք է տնենք հենց մի քիչ հեռու, իրան տեսականորեն կարելի է կցել ոնց որ կամերային, որ ուր նայի ինքը գա, բայց ինքը պետք է լինի աշխարհում ու հեռու դրած։ Այսի ուղղակի sense static դրած է, այսի ու կարևոր է նա որ ինքը հեռու է դրած ու մենք կարող ենք ֆիզիկապես հասկանանք որտեղ է ինքը։ Մյուս տենց ասած UI մեթոդը, դա diegetic UI-ներն են, իրան ինչ են ընդհանրապես diegetic UI-ներն են VR-ում ամենակ օգտագործվում, ամենահայտնի diegetic UI-ի օգտագործելու մեթոդ բանը դա Dead Space խաղում է, երբ որ health bar-ը մեջքի վրա հենց այդ exo կոստյումի մեջ կար, այսինքն չկար UI, որ ցույց է տալիս քանի պատրոն ունես, քանի ինչքան կյանք ունես, դա ամեն ինչը game world-ի մեջ ինտեգրած է։ Այսի էլի dangerous խաղից օրինակ է, երբ որ UI-ները այս նավի հենց դեմի հատվածի մեջ ամեն սենսորի դիմաց գրած է այդ ինֆորմացիան, որը որ պետք է։ Այսի շատ օգտագործվում VR-ում, նաև կարող է գիրք լինի, որ բացես մեջը մենյու լինի, ցանկացած դες բան, ինչը որ կարելի է մտածել ոնց որ ասած, կարա դառնա UI։ Սովորական խաղերում այդ խնդիրը մենք չունենք, մենք կարող ենք ուղղակի flat տնենք, այստեղ պետք է մենք կրեատիվ մոտենանք ու ամեն մի խաղի թեմատիկ ձևով սարքել այդ խաղի UI-ը։ Ու ամենակարևոր խնդիրը մենք ոնց որ ասած չենք կարա մարդուն սահմանափակենք, բռնենք, տնենք, ինչ որ մեր ուզած տեղը տնենք, կոպիտ ասած։ Ու հետեւաբար մենք չենք կարող սահմանափակենք collider ու դուր դնելով, մենք պետք է ինչ որ մի ձև բացատրենք, որ մարդը չի կարող այդ ուղղությամբ գնա։ Դրա համար կան մի քանի մեթոդներ, օրինակ ինչ որ մի կամպանիոն character, ով քեզ կհուշի, որ դու հա սխալ ես անում ու քեզ հա ուղղություն ցույց տա, այդ էլ է շատ օգտագործվում։ Իսկ դա մարդ ուղղակի այտենց ուզում է իր ձևով գնա պատը մտնի, այս Half-Life, Alex ու նման էլի խաղերում բավականին լավ էդի փորձել են ուղարկել, որ դու ուզում ես պատը մտնես, ինքը սկսում է կամաց էկրանը փակել, save կամ դենց դեղին ձևով այս դեպքում, հա, ու դուրս գալուց ինքը հուշում է, թե դու ոնց պետք է դուրս գաս, հետեւաբար դու շարունակես, ինքը ուղղակի դու ոչ մի բան չես տնա, մինչև հետ չգաս այդ կետը, կամ որ reset-ես, բոլոր device-ները ունեն reset-ի կնոպ կա, որ բերում է reset-ումը։ Ու այս էլ բավականին շատ տարբերվում է, դու չես կարող collider տնես, դու պետք է այս մեթոդներով փորձես նենց անես, որ ինքը չկարողանա գնա առաջ, չկարողանա անցնի քո խաղը, speedrun անի վազի միշտ առաջ կամ սիմուլատոր օրինակ run անի ու սիմուլատորով ուղղակի, քանի որ սիմուլատորում կարելի է տեղաշարժվել ոչ ֆիզիկապես, այլ վիրտուալ, դենց գնա առաջ։ Սրանք պետք է պարտադիր հաշվի առնել։ Ու մի քիչ խոսանք նաև այն մեխանիկաների մասին, որ ասենք flat խաղերի դեպքում բավականին պրիմիտիվ են, օրինակ ցանկացած flat խաղալում կարաս R-ը սխմես, reload է լինում ավտոմատ, կամ չգիտեմ, եթե մի քիչ բարդացրած մեխանիկա է reload-ի, օրինակ Battlefront 2-ս ես վերջի դուրս եկածը, երբ որ դու ճիշտ բանին ես reload սխմում, ինքը ավելի արագ է reload անում։ Սենց էլի reload-ի շատ սահմանափակ է flat խաղալում reload-ի, սենց տեսակավորումը, բայց VR-ում ինչքան դու immersive սարքես, այդքան ավելի լավ։ Հիմա տեսականորեն ստեղ էլ կարելի սարքել կնոպկով reload, սխում ես ավտոմատ reload ալնում, բայց մարդիկ developer-ները ավելի immersive են ուզում սարքել, որ VR-ը ավելի immersive ընկալվի, դեմ օրինակ Walking Dead խաղում ձեռով պետք է հատիկ պատրոնները վերցնել դնել revolver-ի մեջ, որ ինքը reload լինի, ու վերջում պետք է մի հատ զենքը բավականին ուժեղ այսպես շարժել, որ ինքը փակվի։ Ու այսի այնքան է immersive սարքում ամեն ինչ, որ եթե իսկականից քո վրա լիքը զոմբիներ են հարձակվում այս խաղի սյուժետով շարժվելով, դու կարաս արագ փորձես անես ու մի պատրոնը ընկնի դուրս օրինակ, չհասցնես դու տնես այդ մի պատրոնը, ու դա շատ ավելի immersive է սարքում ամեն ինչ։ Էլի Walking Dead-ից օրինակ, ինվենտարի համակարգը ստեղ սարքած է հենց, որ քո մեջքի հետևը կա պայուսակ մեծ, որը վերցնելով դու ֆիզիկապես պետք է ձեռը տանես քո մեջքի հետևը, սխմես grab այդ կոճակներից շոմեկը, որով դու ինչ-որ բան վերցնում ես ու հանես դուրս։
ու դու կտնաս իսկականից սպայուսակ քո դեմը սլոտերով, որտեղ որ դու կարաս դնես։ Էլի ոչ ստանդարտ UI ձև է, ոնց որ ասած այդ diegetic UI ձև է, բայց տեսականորեն այս ամեն ինչը կարելի է սարքել ուղղակի նույն ձևով ոնց որ սովորական flat խաղերում, ուղղակի քո առաջ բացվում է flat տափակ UI, բայց immersive-ությունը կկորի։ Այսինքն մի կարող մի մետրի վրա բացվեր workspace canvas մի հատ, այս ամեն ինչը լիներ դրա վրա, դու դեից վերցներ, դա փակվեր։ Այսինքն immersive-ությունը դրա վրա բավականին շատ կկորեր, իսկ VR-ում ամենակարևոր բանը տարբերությունն է, որ immersive է ամեն ինչ։ Այն որ առաջի հայացքից թվում է պարզ էլի մեխանիկա, այն որ VR Half-Life Alyx սարքողները, Valve-ը երբ որ այս մեխանիկան սարքել է, որ դու կարող պատուանի վրա նկարեք, առաջի հայացքից ինքը ուղղակի պետք է մարդիկ արագ նկարեն ու անցնեին, բայց լիքը մարդ կա, որ հենց այս մեխանիկայի դե խաղը ընդհանրապես մեծ խաղ է իր սյուժետով իր ամեն ինչով, այս հենց առաջին լոկացիայում նկարելու տեղ էին թողել։ Մարդիկ ժամերով այս լոկացիայում լռվում են ու իրանք նկարում են։ Մարդ կար COVID-ի ժամանակ իր մաթեմի դասերն էր անում այս պատուհանին։ Այսինքն immersive ինչ-որ մի բան տալը մարդկանց VR-ում կարան հենց անսպասելի բաներ առաջացնի, նկարելու, դասանելու նմանատիպ բաները։ Դրա համար VR-ում եթե ինչ-որ մի բան սարքում եք, որը որ գոյություն ունենա, շիշ կամ ինչ-որ մի բան, ամենահավանականությամբ մարդ այդ շիշը վերցնելու է զոննա ջարդի։ Եթե վերցնում եք, այս հաջորդ օրինակն էլ ցույց տամ, լավ մի քիչ կա դրան։ Այստեղ job simulator-ն է, որը որ physical based խաղ է, ինչպես գիտեք, physical based խաղերը ընդհանրապես միշտ թեկուզ VR-ը մի կողմ, physical based խաղերը շատ հետաքրքիր են լինում, իրանք այս անտրամաբանական բաներ են, որ դու կարաս ցանկացած բան վերցնես, շպրտես, ցանկացած բան վերցնես, իրանք ինչ-որ ջարդվելու հատկություններ ունեն ամեն ինչ։ VR-ում այդ ամեն ինչը շատ ավելի մեծ էֆեկտ է տալի։ VR-ում physical based խաղերը, բոլոր խաղերը պետք է physical based խաղի նման լինեն, էլի։ Այսի job simulator-ն է, օրինակ այդտեղ աչի վրա ինքը վերցնում ակումբուշից էլ սխում է ու ինքը վախենում է նրանից, որ իր դեմքին էդի գալիս է։ Այսինքն flat խաղերով այդ experience չունենք մենք։ Էլի immersive-ությունը շատ ուժեղ է, դրա համար պետք է դա մաքսիմալ օգտագործել։ Superhot-ը էլի շատ լավ օրինակ է այն խաղի, ինքը flat գոյություն ունի այս խաղը, ինքը սկզբից, եթե չեմ սխալվում, VR-ը եղել, հետո portal են PC կամ հակառակն եղել։ Բայց այն է իմաստը, որ սովորական flat խաղալուց դու հենց շարժվում ես, ժամանակը տես սկսում է գնալ։ Ստեղ էլի նույն սկզբունքն է, բայց դու կարաս ավելի immersive զգաս այդ ամեն ինչը, հա, երբ որ պատրոնը գալիս է, դու կարաս այս պատրոնին հետևես գլխից շարժումով ու քո մարմնի ցանկացած դենց որ շարժում է ցանկացած բան, ժամանակը գնում է առաջ։ Իսկ flat խաղի դեպքում դու ուղղակի WSD-ով քայլում ես ու մեծ ասես immersive experience բաց ես թողում, եթե դու այս խաղը անցնում ես flat ոչ թե VR։ Ու ոնց որ արդեն այս slide-ն է ասում, որ ցանկացած էլեմենտ թեկուզ ինքը եթե առաջնային quest ոնց որ ասած խաղի կոնցեպտի մեջ է ուղղակի ու ինքը ոչ մի սյուժետային նպատակ չունի, ոչ մի ձև առաջ չի գնում, լավ կլինի թողեք օգտագործելնից ոնց պետք է դա օգտագործել։ Օրինակ այս խաղում դու կարաս վերցնես սիգարը, վերցնես բացես, լցնես բաժակի մեջ ու խմես, հա։ Այս ամեն ինչը անես։ Ինքան ընդհանրապես սյուժետի հետ կապ չունի, բայց այն որ սարքել են իրանք այսքան ոնց որ props-եր ու իրանք իր հետ թողելով այս interaction-ները, ոնց որ ցանկ Half-Life-ի օրինակով, բավականին շատ immersive-ություն են տալի։ Այսինքն այսքանը անելով թեկուզ ձեր սյուժեն կարող է շատ խորը չլինի, բայց այսքանը սարքելով մենակ ձեր խաղը կարող է մի քանի ժամ մարդկանց ուղղակի պահի սրա մեջ։ Այս պահին դե շուկան շատ մետայի կողմն է, որտեղ ինքը շատ հասանելի headset-ներ է տվել, MetaQuest-ի սերիան, Quest 2-ը, 3-ը։ Դրա համար իրանք բավականին, իրանք գինը բավականին ցածր է, գեյմինգի համար իրանք ամենահասանելիներն են, ամենալավն են, որտեղ իրանք ունեն controller-ները, ունեն չունեն այդ խնդիրը, որ մենակ hand tracking-ը, իրանք համեն ունեն, այսինքն խաղերի համար բավականին հարմար է։ Ինքը շատ հարմար link-ով կպնում է համակարգչին, դառնում է PC VR ու դրա համար շուկայի մեծ մասը իրան ոնց որ մետայինն է։ PlayStation-ի համար դե Sony VR-ն է հատուկ
դրա համար PlayStation-ի VR-ի դեպքում ինքը բավականին մեծ տոկոս ունի, այս Neo-Ray VR-ները իրանց ավելի շուտ գեյմինգի համար չեն, իրանք ավելի հենց ակնոցի նման են, գեյմինգում իրանք քիչ են օգտագործվում, ու այս բանին տեխնիկապես ամենազարգացածը դա Apple Vision Pro-ն է, Apple-ի VR-ը, իր մեջ շատ սենսորներ կան դրած, համ eye tracking-ի համար, համ դեմքի tracking-ի համար, բայց իրանով գեյմինգը բավականին դժվար է ու նույնիսկ դες չկա, եթե չեմ սխալվում, նենց action-based Beat Saber-ի նման խաղ Apple Vision Pro-ի վրա, որտեղ ունեն մենակ hand tracking-ը ու այդ controller-ների խնդիրը կա, որ ասենք, եթե դու ուզում ես Apple Vision Pro-ի վրա, մենակ մենք սարքել ենք տենց բան, նետ ու աղեղ կրակելու սիմուլյատոր sense ասած, ուղղակի երբ որ դու ձեռը տանում ես, որ ուզում ես նետը վերցնել մեջքի հետևից, ձեռը կորցնում ես։ Controller-ով այդ խնդիրը չկա, controller-ի դեպքում այդ range-ը, թե ինչքան դու կարաս գնաս տանես հեռու, բավականին ավելի մեծ է։ Մի քանի օր առաջ Samsung-ը իր Galaxy VR-ը անոնս արեց ու ինքը բավականին արտաքին տեսքով նման է Apple Vision Pro-ին ու feature-ներով ամենայն հավանականությամբ նման է լինելու ու իր առավելությունը այն է, որ ճիշտ է ափսոս առանձին են վաճառում, բայց վաճառում են controller-ներ, որովհետեւ գեյմինգի համար բավականին կարևոր է այս հիմա գուցե ապագայում hand tracking-ի խնդիրը լուծվի ավելի մեծ range կամերաներ տեղադրելով, բայց այս բանին առանց controller-ների գեյմինգը բավականին դժվար է։ Դե այսօր այդ կարանք անցնենք, թե ինչ հասկացանք, որ տարբերությունը 3D սովորական flat խաղերի ու VR-ը այն է, որ VR խաղալուն պետք է բավականին կոմֆորտ լինի, պետք է performance-ը բարձր միշտ լինի, թե սովորական խաղը կարակ 30 FPS-ով խաղաք, VR-ի դեպքում դա կրիտիկական է ու պետք է պարտադիր կոմֆորտ լինի, ձեռով չտեղափոխել, հա, այսինքն չես կարող կամերան վերցնես, տեղափոխես ուղղակի կամերայի վրա անիմացիան ասես, որ կտանի հեռու, լիմիտավորել նա բավականին բարդ, տեսակամերան կարաս մի հատ կալայի տրտնես, որից ինքը չկարանա անցնի, բայց որ դա հետաբրթելու մարդուն, դա բավականին վատ experience-ա տալու, իմերսիվություն է կորցնելու, որ օպտիմիզացիայի, նաև իմացում, որ օպտիմիզացիայի բոլոր ձևերը, ինչ որ գիտեք մոբայլի համար, պետք է կիրառել հաստատ։ VR-ը շատ ավելի բան է ծախսում, շատ ավելի, որտեղ երկու անգամ է ռենդում, դա շատ ավելի շատ է performance պահանջում, computing power պահանջում, դրա համար պետք է համ մոբայլի օպտիմիզացիաներ անել, համ էլ ման գալ VR-ում ինչ ուրիշ տիպի օպտիմիզացիաներ կան։ UI-ի մասով պետք է մաքսիմալ իմերսիվ սարքել, հենց որ UI-ը ոչ թե ուղղակի ինֆորմացիա տա, ինքը լինի աշխարհի ինչ-որ մի մաս։ Դա կլինի հենց Elite Dangerous-ի օրինակով կամ որ ինքը հենց սենսորների վրա է դրած են, որտեղ որ պետք է լինի ֆիզիկապես, կամ ասենք բանի օրինակով, Walking Dead-ի օրինակով, երբ որ ինվենտարը հենց մեջքի հետ են, դու ֆիզիկապես իրան վերցնում ես։ Ու ամենակարևոր բաներից մեկը նա է, որ միշտ պետք է build-ել device-ի վրա ու թեստ անել։ Որոշ բաներ մենք կարանք թեստ անենք իհարկե սիմուլյատորների մեջ, բայց full experience-ը զգալու համար պետք է պարտադիր device-ի վրա build անել ու փորձել ու ցանկացած ինչ-որ etap-ը մեկ profiling անել, որ հասկանալ, որ շատ չի գնացել FPS-ը։ Այսքանն էր, մերսի շատ, որ լսեցիք, ժողովուրդ, հարցերի դեպքում կարանք հիմա ասեք կամ LinkedIn-ը սա կարանք գրեք։ Հարցեր ունենք։ Իսկ դա վտանգավոր չի շատ օգտագործել դեպքում, օրինակ նենց խաղ ստեղծեք, որ քաշում է մարդուն ու ինքը չի ուզում դիտել դրանից, բայց չկա ինչ-որ, չգիտեմ, զգուշացում, որ աչքերի համար, օրգազմի համար իրականում վտանգավոր չի։ Համատած կհամակարգ չի, Այդ խնդիրը, եթե կանց դիտարկենք, ցանկացած դեպքում կա, համ համակարգչի համար, համ VR-ում, համ թեկուզ հեռուստացույցի դեմը նստել ամբողջ օրը նայել, հա։ Իրականում մարդկանց շատ թվում է, որ երբ որ էկրանը շատ մոտիկ է դրած, տեսողությունը վատանում է, թե չէ, բայց եթե դուք երբևէ VR նայել եք, այդ խնդիրը ինչից առաջանում, ընդհանրապես գիրք կարդալուց օրինակ տեսողությունը մարդկանց վատանում է եւ այլն, որտեղ իրանց focus distance-ը մոտիկ է լինում, իրանք մոտիկ են նայում։ VR-ի մեջ քո focus distance-ը բավականին հեռու է։ Դու որ VR-ի մեջ նայում ես, դու նայես որ նայում ես sense մոտիկ քեզ, էլի։ Դու նայում ես հեռուն։
ու դրա համար այդ խնդիրը չկա, որ դու ասես, որ տեսողությունը կվատանա։ Բնականաբար այդ լույսի ազդեցությունը աչքերիդ ինչ որ մի ձև վատացնում է, ոնց սովորական էկրանները, բայց սխալ կլինի ասել, որ VR-ը ավելի վտանգավոր է, քան այս էկրանները, քան հեռուստացույցը։ Ինքը տենց համարժեք է։ Բարև ձեզ, մերսի շատ ելույթի համար։ Ինձ հետաքրքրում է սենց մի հատ հարց ունեմ։ VR-ը ես աշխատել եմ VR-ի հետ, երբ որ նոր 3D արտիստ էի, ու հիշում եմ տենց խնդիր ունենք, որ օրինակի համար չէր պղտորվում խաղի ժամանակ, բայց օրինակի համար շատ ուժեղ աչքեր էր ցավում կոնկրետ գունային պալիտրաները։ Կա օրինակի համար որոշակի ստիլիստիկա կամ գունային պալիտրաներ, որ օգտագործում են VR-ի մեջ, որպեսզի աչքերը չվնասվի։ Չեմ կարծում, որ տենց կոնկրետ ինչ-որ գունային պալիտրա կա, որ աչքերին չի վնասվում, որտեղ էլի այդ նույն խնդիրը է, հետո էկրանին ինքը տենց է, թե էկրանին այդ գունայինը քեզ օքեյ է, օրինակ եմ էլեկտրիկ կանաչ չի բանը, ամենահավանականությամբ VR-ում էլ է դա օքեյ լինելու։ Ընդհանուր առմամբ ավելի իմերսիվ է ամեն ինչ, բայց նշի որ ամեն ինչ ավելի պայծառ է կամ ավելի բան է։ Ինքը նույնն է, ինչ էկրանին տեսականորեն։ Եթե մեզ փորձել եմ օրինակի համար, երբ որ դու խաղում ես Beat Saber, դու տես խնդիր չունես, որովհետև մուգ գույների մեջ է լուսավորություններ եւ այլն, բայց որ մենք մեր սարքած տաթևի սիմուլյացիա է, որտեղ դու քայլում ես, բայց սարից եկած ֆոտոներին, երբ որ դու նայում ես, քո մոտ արդեն գխացավ էր սկսում։ Հենց այդ զգում էի, որ հենց այդ կանաչից է կամ չգիտեմ, դրա համար հարցրեցի։ Հա, իրականում sense մի բան ասեմ, այդ նույնը կարելի է նաև ասել, որ developer-ները միշտ black թեմա են օգտագործում։ Հիմա ինչի դες, որտեղ հա սպիտակին նայելուց ու կա։ Ու մի հատ կարևոր բան ասեմ, նենշի որ դա իդեալական քեզ պատկերը տալիս է։ Ընդ դու ունես aspect ratio, ասենք Quest-ի դեպքում 4K ամեն աչքի համար, եթե չեմ դու վերցրել ես cardboard օրինակ, որը որ Google-ի հանել է 10 տարի առաջ հեռախոսնես, Էդի, հա, այդ դեպքում դու այդ խնդիրն ես, որ էկրան ռեզոլյուցիոնը քիչ է, հետևաբար գույների տարբերությունները բավականին վատ է քո վրա ազդելու։ Տենց Մերսի շեֆ։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հասնել AI-ի այս hype-ը, էլի, VR-ի վրա ինչ ազդեցություն ունենալու կամ ինչ սպասես դա։ Դե իրականում AI-ի տենց hype-ը գեյմինգի ոլորտում դա այնա, որ մենք 23 թվին Unity որ գնացել է, ժամանակ փորձեցի մի հատ խաղ, որտեղ որ AI-ը քո կոմպանիոններ ու դու ցանկացած ժամանակ voice over-ով կարող ես իր հետ խոսել։ Ու դա բավականին ուժեղ experience էր տալի։ Հետաքրքիր էր, որտեղ դու ցանկացած բան կարող ես հարցնել իրան։ Ու VR-ի վրա էլ այս բանի տենց պրոյեկտ չկա, բայց եթե VR-ում ինչ-որ մեկը տենց լինի, որ AI-ով gameplay-ի մեջ քեզ օգնի, դա միանշանակ շատ ուժեղ experience կարա լինի, էլի։ Նզբան ոնց որ այս բանի շուկայում այնց հայտնի չկա, ոնց որ կարաք սարքեք, ինձ թվում է լավ կաշխատի այդ AI hype-ի տակ։ Ձեր հարցեր չկան։ Շնորհակալ